Հունիսի 11-ին Սամսխե Ջավախեթիում էր Վրաստանի պարլամենտի դելեգացիան, հանձինս Շալվա Պապուաշվիլի։ Նրանց առաջին կանգառը Փոկայի Մենաստանն էր, այնուհետև Նինոցմինդա, որտեղ նրանց դիմավորեցին մեծ շուկով։ Նինոցմինդայում պատվավոր հյուրերի հետ հանդիպումն իրականացավ քաղաքի հայոց քարտլոս պուրակում։ Այս պատկերապիլիտի դա կոտորի սախվիստին, իսից պատարասուների սահիկարիս, դա Նինոցմինդից ցենտրալների պատկեր, ոմելից բեկանորի Օրաս մետրի դաշովեր։ Անու դապունդա Նինոցմինդից այս զոնա ռեկրեացիա։ Արգե իքնելա։ Ինչպես գիտենք, այս տարի լրանում է Վրաստանում քրիստոնեության տարածման 1700-ամյակը։ Այդ իսկ պատճառով Վրաստանի պարլամենտի ներկայացուցիչները շրջայց են կատարում Վրաստանի սրբավայրերով ու հանդիպումներ ունենում բնակիչների հետ։ Այսօրվանից Սամսխե Ջավախեթի են հյուրընկալել Վրաստանի պարլամենտի անդամները, պարոն Շալվա Պապուաշվիլու առաջնորդությամբ դելեգացիան այսօր սկսեց իր այցը Նինոցմինդայից, որտեղ այցելեց Փոկայի Մենաստանը, ինչպես տեսակ նաև Նինոցմինդայի մեր հայոց քարտլոս պուրակը, այցը շարունակվում է, հետո մնացած 5 մունիցիպալիտետ են այցելելու, վաղը վերջանում է այցը, հիմնական այցի նպատակը, ինչպես գիտեք, այս տարի լրացել է 1700 տարի քրիստոնեության ընդունությանը որպես պետական կրոն եւ պարլամենտի դելեգացիան այցելելով սուրբ վայրերը, մատորները, եկեղեցիները եւ ինչու՞ չէ հանդիպում են նաեւ ժողովրդի հետ։ Ինչպես նշեց Նինոցմինդայի քաղաքապետ Անի Վարդմոսոյանը, Սամսխե Ջավախեթիում այցը շարունակվում է ու այն կավարտվի վաղը, այսինքն հունիսի 12-ին։